Բարև ձեզ։ Ուրախ ենք, որ մեր հաղորդման միջոցով կարողանում ենք օգնել ձեզ գտնելու զանազան հարցերի, մտահոգությունների պատասխաններ։ Շարունակեք գրել ձեր հարցերը Facebook-յան հարց ու պատասխան էջին, իսկ այսօր տեսակապով մեզ է միացել Տեր Ստեփանոս Քահանա Մարգարյանը։ Թե ինչու ենք աղոթքով դիմում Տիրոջը մեր խնդրանքների իրականացման համար, հոգևորականների անունները կարող են կրկնվել, ինչու պիտի Քրիստոս մահվան միջով անցներ մեր փրկության համար, պահքի ընթացքում ծոմ պահելը պարտադիր է արդյոք, երբ մուրացկանի հարբեցողության համար ողորմություն չենք տալիս արդյոք այդպիսով խափանում ենք չարը, այս բոլոր հարցերին կպատասխանի Տեր Հայրը։ Օրհնեցեք։ Աստված օրհնի։ Լուսինե Ավագյանի հարցն ընթերցեմ։ Եթե Աստված գիտի մեր բոլոր ցանկությունների, երազանքների, մեզ հուզող հոգսերի, խնդիրների մասին, ինչու ենք այդ դեպքում աղոթքով նրան դիմում այդ ամենի իրականացման համար։ Խնդրեմ։ Ողջունում եմ բոլորին եւ սկսենք այն բանից, որ աղոթքը, ինչպես որ ասվում է Սուրբ Հայրերի կողմից, մեր կրոնի ուղնուցուցն է։ Առանց աղոթք մարդը նման է առանց թևեր թռչունի կամ զուգ առանց ջրի։ Դրա համար մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ սովորեցրեց աղոթելու ճիշտ կերպը եւ Աստված բնականաբար լսում է այն աղոթքները, որոնք ուղղված են նախ հոգու զորացմանը, մարդու փրկությանը, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս ինչ ասաց, որ նախ դուք խնդրեցեք երկնքի արքայությունը եւ հավիտենական կյանքը եւ Աստված ավելի ձեզ կտա մնացյալ բոլոր պարագաները։ Այդ իսկ պատճառով էլ մենք քրիստոնյաներս միշտ մեր աղոթքներում դիմում ենք Տիրոջը, իհարկե առաջնահերթ խնդրելով մեր մտերիմների, մեր ընկերների, մեր բարեկամների համար, որպեսզի նրանք իրենց կյանքում այսպես ասած աստվածային բոլոր շնորհներով զարդարված լինեն։ Նոր վերջում խնդրում ենք մեզ համար։ Եվ սա է պատճառը, որ պիտի անպայմանորեն աղոթքը հնչի սրտաբուխ ձևով, ինչպես որ Մաքսավորի եւ Փարիսեցու առիթում էր, որտեղ Մաքսավորը բնականաբար արդարացված գնաց Աստուծոճարից, իսկ Փարիսեցին իր վրա ավելի շատ մեղքերի մի մեծ բազմություն կուտակեց, որտեղ ինքնագովությամբ էր զբաղվում։ Իսկ մենք բնականաբար միշտ պիտի ասենք Տիրոջը, որ մենք նվաստ ենք, մենք մեղավոր ենք եւ այդ մեր մեղավոր վիճակից Աստված մեզ դրա համար էլ մենք աղոթքներով դիմում ենք Տիրոջը։ Իսկ Տերը ինքն է տնօրինում բոլոր մնացյալ պարագաները։ Մարդ Աստված կապը ինչպես պիտի արտահայտվի, եթե ոչ աղոթքով։ Ուրիշ տարբերակ կա, այսինքն ամեն ինչ կթողնեինք, որ Աստված ինքը անի, մենք էլ ոչ մի բանով չմիջնորդեինք, չխնդրեինք եւ այլն։ Կդառնա, որ միակողմանի որոշում կայացնի Աստված ըստ իր ցանկության, բայց գիտենք, որ Աստված մեզ ազատ կամքով է ստեղծել եւ մեր ազատ կամքի համար էլ մենք դիմում ենք, որ խնդրում ենք Տիրոջ։ Ուրեմն բոլորս էլ լավ գիտենք, որ Աստված տեսնում է, սրտեր քննող Աստված է եւ նա գիտի ում ինչ է հարկավոր։ Այդ իսկ պատճառով է, որ երբեմն նաև Աստված մարդու խնդրանքը չի կատարում, որտեղ Աստված գիտի այդ պահին մարդուն անհրաժեշտ է, թե ոչ տվյալ դեպքում այդ աղոթքով խնդրած։ Դրա համար էլ պետք է լինել համբերատար, լինել մեծագույն հույսով ու հավատով լցված, որպեսզի այո մեկ օր մեր այն թախանձանքը, որ դիմում ենք Աստված իրականություն դարձնի։ Ձեռնադրության ժամանակ հոգևորականներին շնորհվող անունները կարող են կրկնվել, օրինակ մեկից ավելի Տեր-Սահակ կամ ասենք Հայր Հարություն լինեն։ Ձեռնադրության ժամանակ, ուրեմն տվյալ պարագայում անունները չեն կրկնվում, որտեղ կարող է առաջանում խառնաշփոթ, բայց կարող է մեկ շաբաթ հետո որ ձեռնադրություն լինի, այդ նույն անունը կրկնվի, բայց տվյալ ձեռնադրության պահին նման պրակտիկայում դեպք չի եղել։ Իհարկե այստեղ շեշտված է Հայր Սուրբի պարագան, որի համար ես խնդրեի, որ մեր հարգարժան հարցնողը դիմեր նաև Հայր Սուրբերին։ Ես որպես
ամուսնացյալ քահանա, կարող եմ իմ բարագային ասել, որ ամուսնացյալ քահանաների դեպքում տվյալ պահին, եթե ձեռնադրություն էր լինում, այդ պահին բնականաբար նույն անունը չի կրկնում, բայց գիտեմ նաև, որ տվյալ քահանայի անունից կարող է լինել մի քանի քահանաներ։ Տվյալ դեպքում իմ անունի հետ կապված ասեմ, որ Շիրակի թեմում էլ ունենք նույն անունով Տեր-Հայր, Եղարկունիաց թեմում էլ ունենք եւ այսպես մի քանի նաև Արմավիրի թեմում ունենք։ Ես 4 հոգեվորական գիտեմ, որոնք կրում են նույն անունը, ինչ որ ես։ Դրա համար հարգարժանին խնդրենք, որ հաջորդ անգամ դիմի Հայր Սուրբերին, որպեսզի իր հարցի լիարժեք պարզաբանումը գտնենք։ Մարդկությանը փրկելու համար ինչու էր անհրաժեշտ, որ Քրիստոս մահվան միջով անցներ եւ ինչու էր ասում, որ իր հոգին տրտմած է մահու չափ ու Հայր Աստծուն խնդրում հեռացնել իրենից չարչարանած բաժակը։ Անիի հարցն է։ Անին ասենք, հարգարժան Անին, որ լավ հարց է տվել եւ այդ հարցը կարող է սկսել հենց ծննդոց գրքից եւ գալ մինչեւ Քրիստոսի խաչելություն եւ հարություն։ Բնականաբար բոլորս էլ շատ լավ գիտենք, թե Աստված ինչ ծրագիր էր կազմել նախամարդու հետ, նրան ստեղծել էր անման, տվել էր ամբողջ դրախտը, որպեսզի այդ հավիտենականության մեջ դրախտային կյանքով վայելեին, բայց ցավոք սրտի գիտենք մեր նախահայրն ու նախամայրը չկարողացան պահպանել այդ կատարյալ վիճակը եւ վտարվեցին դրախտից եւ ընկան մահվան իշխանության ներքո։ Դրա համար Աստված նոր ծրագիր կազմեց, այսինքն այդ ընկած մարդուն փորձեց Աստված նորից վեր բարձրացնել, նախկին վիճակին վերադարձնել։ Մարդացյալ Հիսուս Քրիստոս, որ եկավ աշխարհ, բնականաբար ապրեց աշխարհի բոլոր հոգսերով, բացի մի մարդկային կրքից, որ կոչվում է մեղք, այսինքն մեղքից բացի մնացյալ բոլոր մարդկային տկարությունները Քրիստոս ուներ իր մեջ եւ իր ճանապարհը, որ հարթելով եկավ եւ հասավ Գողգոթա, որտեղ որ պիտի իր խաչը բարձրանար եւ այնուհետեւ երրորդ օրը պիտի հարություն առներ։ Եթե Քրիստոս այդ ճանապարհը չանցներ, բնականաբար մեր վարտապետությունը թերի կմնար եւ իր Քրիստոսի երկրավոր կյանքի տնօրինական բոլոր գործողությունները թերի կմնան։ Այսինքն Քրիստոս հարություն առնելով մահին խորտակեց եւ ցույց տվեց, որ մահը իզորու չէ իշխելու մարդու վրա։ Մահը միայն կարող է նյութի վրա իշխել, այսինքն տվյալ դեպքում մարդկային մարմինն է նյութ է, բայց մարդկային հոգին երբևիցե մահ չի ճաշակել ու չի էլ ճաշակելու։ Նաեւ հիշենք մի բան, որ մարգարեություններում այդ բոլոր դրվագները, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս երկրավոր կյանքում իրականություն դարձրեց, մարգարեություններում աթարհատ նշված է եւ կարծես թե Հիսուս Քրիստոսի կյանքը 5 կտակարանի միջով կարմիր թելի պես եկավ եւ հանցավ նոր կտակարան։ Դրա համար էլ ասում ենք, որ այո, պիտի մեր Տեր Հիսուս Քրիստոս անպայմանորեն խաչի ճանապարհ անցներ, խաչվեր, թաղվեր եւ հարություն առներ երրորդ օրը, որպեսզի իր փրկagorցության ողջ ծրագիրը լիարժեքորեն իրականացված։ Դե գիտենք, որ Քրիստոս Աստված եւ մարդ միաձուլումն էր, չէ՞։ Մարդացած մեր Տեր Հիսուս Քրիստոս նաեւ ուներ մարդկային տկարություն։ Ինչպես որ մարդը երբ որ տրտմում է, ինքը զգում է այդ զգացողությունը իր մեջ, այսինքն հոգին տրտում է, որովհետեւ իր սրտով չէ այդ տվյալ իրավիճակը։ Այստեղ միայն մարդկային գործոնն է աշխատում Քրիստոսի մոտ, բայց եւ վերջում էլ ասում է, որ Հայր, ասում է, ոչ թե իմ կամքը թող լինի, այլ թող քո կամքով լինի, այսինքն նաեւ պատրաստ եմ այդ դժվարությունը ես ընդունել եւ հաղթահարել։ Սա է բուն նպատակը, որ մեր Տեր Քրիստոս, Հիսուս Քրիստոս այդ պահին
իր մարդկային բնության նկարության դրսևորումն է ցույց տալիս։ Ծոմապահությունը պահքի վերջին շաբաթվա ընթացքում պարտադիր է արդյոք եւ առհասարակ կան ծոմ պահելու հստակ օրեր։ Ռիփսիմեն է ուղղել այս հարցը մեզ։ Նախ նշեմ սիրելիներ, որ պահքը կամ ծոմապահությունը ոչ մի պարտադիր պայման չունի։ Ինչպես գիտենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցրեց, ասում է, երբ որ պահք ես պահում, մի նմանվիր այն ցուցամոլ պահք պահողներին, այսինքն ովքեր իրենց դեպքերն են այլանդակում, քուրձ են լցնում գլխներին, մոխիր են լցնում եւ այլն, որպեսզի միջավայրում իրենք այդ պահողի, այսպես ասած, չակերտավոր էմբլեման ունենան։ Մեր Տերը հակառակ ասում է, երբ պահք ես պահում, նախոծիր գլուխդ, լվացվիր, այսինքն պատշաճ հագու կապով ներկայացիր մարդկությանը, որտեղ ասում է, այն որ գաղտնի է մնում, դրա դիմաց Աստված քեզ հատուցում է, վարձահատույց է լինում։ Բնականաբար պահք պահելը ոչ թե պարտադիր է, այլ ցանկալի է յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի համար, որտեղ պահքը նաև իր դրական կողմերն ունի, նախ առողջության հետ կապված, երկրորդը հոգևոր զորացման հետ կապված եւ բազմաթիվ այլ գործոններ կան, որովհետեւ իսկ տվյալ դեպքում, երբ որ ծոմապահությունից են հարց տալիս, ուրեմն ցանկալի է, որ ծոմապահությունը լինի Սուրբ Պատարագի նախորդ օրը երեկոյան, որտեղ մարդ արարածը, որ պատրաստ է գնալ պատարագին մասնակցել եւ Սուրբ հաղորդություն ստանալ, իրավի պետք է իր հոգին էլ, իր ամբողջ մարմինն էլ, այսպես կոչված, պատրաստված լինի Տիրոջ ներկայությունը իր մեջ։ Դրա համար ցանկալի է, որ այդ մեկօրյա պահքը կամ ծոմապահությունը լինի պատարագի նախորդ օրվա երեկոյան։ Իսկ ծոմապահության համար ոչ մի կանոն դրված չկա, որ անպայմանորեն պետք է մարդը ծոմ։ Եթե մարդ արարածը ֆիզիկական, առողջական խնդիրներ չունի, ապա ինքը իր տրամադրության հետ կապված պետք է կարողանա այդ ծոմապահության նաև միջով անցնել եւ հետագայում արդյունքը ինքը իր վրա կզգա, կտեսնի, որքան դրական ազդեցություն ունեցավ, բայց պարտադիր պայման չէ, որ մարդը շաբաթվա այդ մեկ շաբաթ պահ ծոմ պահի, որտեղ գիտենք, որ ոչ բոլորը կարող են այդ դժվարությունը հաղթահարել եւ ցանկալի է, որ նաև ծոմապահության եւ պահքի հետ կապված նաև մեր սիրելի ունկնդիրները չկենտրոնանան միայն սննդային պահքի, այլ հոգևոր պահքը ավելի զորեղ է, ավելի օգտավետ է, քան թե զուտ սննդային կարգի, սննդային պահք, որտեղ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց ողորմություն եմ ուզում ձեզանից, այլ ոչ թե զոհ, այսինքն ողորմությունը նաև այդ պահքի մի դրսևորման ձևերից մեկն է, որը կարող է յուրաքանչյուր մարդ արարած իր այդ ժամանակահատվածում, այդ պահոց շրջանում, այդ իր ողորմությամբ նաև ինքը իր համար պահք կոչված մի գեղեցիկ երևույթ ակնկալի եւ սպասելիքներում։ Տվյալ դեպքում երկուսը իրար հետ ձուլվածք, այսպես ասած, համաձուլվածք սարքելով, մենք կտեսնենք, որ որքան հրաշալի արդյունք ենք ստանալու վերջ։ Սա է խնդիրը։ Ընթերցեմ Ժորժի հարցը, երբ մուրացկանին ողորմություն չեմ տալիս, քանի որ ճանաչում եմ նրան եւ գիտեմ, որ այդ գումարը վատնելու է հարբեցողության համար, արդյոք այդպիսով խափանում եմ չարը։ Հարցը լավն է, բայց կասեի մեր ընկերոջը Ժորժ, չէ՞։ Այո։ Ուրեմն նայեք, Աստված ասում է դու ողորմությունը տարա, բայց մի նայիր, թե
ինչի համար է այդ ողորմությունը, այսինքն նպատակը ուր է տանում։ Դու արա ողորմությունդ, դուր, թեկոզ եւ ճանաչում ես այդ մարդը, բայց դու ողորմությունը տվյալ դեպքում ոչ թե տալիս ես այդ խեղճ ու կրակին կամ ինչպես ինքն է ասում հարբեցողին, այլ դու այդ ողորմությունը, ինչպես ասում են ծուրկ հայրերը, դու պարտքով տալիս ես Աստծուն, Աստված ինքը կտնօրինի։ Հետագայում քեզ բնականաբար դրա դիմաց այլ բարձրախույս լինել։ Բայց կարող է նաև ուրիշ տարբերակներ կիրառում են Արգարժան Ժորժը։ Ուրեմն մուրացկանին, եթե դու տալիս ես եւ տեսնում ես, որ նա անպայմանորեն պետք է այդ գումարը տանի եւ մսխի իր հարբեցողության համար, այդ դեպքում մեկ ուրիշ տարբերակ կարող ես կիրառել։ Ասում ես, հարցնում ես, ինչ է քեզ անհրաժեշտ տվյալ բան։ Հաց ես ուզում, չգիտեմ ինչ որ։ Միակ մեկ այլ ուրիշ սննդամթերք, որ անհրաժեշտ է իրեն։ Եթե դա ուզի, բնականաբար կարող են գնալ խանութից վերցնել, բերել եւ տալ իրեն, որովհետեւ մենք հետագայում չմտածենք, որ այո, մեր այդ արած բարեգործությունը կամ ողորմությունը հակառակ ազդեցությունը թողեց տվյալ դեպքում այդ անձի վրա, ում որ տվեցինք, այսինքն նա հարբեց, կորցրեց իր կարողությունները եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն մենք միշտ էլ տարբերակներ կարող ենք փնտրել եւ այդ տարբերակներով էլ կարող ենք մեր կյանքում ամեն ինչ կարգավորել։ Շնորհակալ եմ Տեր Այր մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Տեր Ստեփանոս Քահանա Մարգարյանն էր տեսակապով միացել մեզ, մենք կհանդիպենք հաջորդ կիրակի, մինչ այդ օրը, հաջողություն։